Բարև ձեզ, հարգելի լսողներ, ես այսօր ուզում եմ ձեզ հետ խոսել, ձեզ բացատրել շատ մի կարևոր հարցի մասին բացատրություն տալ։ Շատ դեպքերում ինձ հարցնում են, հանգուցյալի իրերը կարելի է տան մեջ պահել, կարելի է նվեր տալ, թե ոչ։ Ընդհանրապես հասարակության մեջ սովորություն է, որ երբ որ մարդը մահանում է, իր իրերը, հագուստները, անգոնային պարագաները, ընդհանրապես օգտագործվող իրերը, առարկաները 40 որ անցնում է, հանգուցյալի բաժանում են հարազատներին, բաժանում են անծանոթ մարդկանց, ոնց որ լավություն են անում։ Ընդհանրապես դա վատ սովորություն չէ, բայց պետք է նկատի ունենալ, որ հանգուցյալի հագուստը կարելի է կամ իրերը կարելի է բաժանել, որինը չի կարելի։ Ընդհանրապես մահերը լինում են տարբեր տեսակի։ Մարդիկ կան, որ մահանում են սովորական նախատեսված մահով, երկարաժամկետ ապրում են, վայելում են իրենց կյանքը, վայելում են իրենց զավակների, թոռների, ծոռների սերը։ Նման հանգուցյալների իրերը բաժանել դա վտանգավոր չէ։ Բայց հանգուցյալներ կան, որոնց մահը տեղի է ունեցել բռնի կերպով, սպանություն։ Մարդիկ կան, որ մահացել են իրենք իրենց վրան ձեռք բարձրացնելով, այսինքն ինքնասպանություն են գործել։ Մարդիկ կան, որ մահացել են շատ երկարատև ցավալի տանջանքներով ու վաղաժամ մահ է։ Նման մարդկանց իրերը, նման մարդկանց անձնական իրերը ընդհանրապես չի կարելի ոչ մեկին նվիրել, չի կարելի նաև տան մեջ պահել, որովհետև այդ նեգատիվ էներգիան, որ կատարվել է այդ մարդու մեջ, մարդու հետ, այդ նեգատիվ էներգիան պահպանվում է եւ եթե որևէ մեկին նվիրում եք, փաստորեն այդ նեգատիվ էներգիան տալիս եք տվյալ մարդուն, կամ եթե պահում եք ձեր տան մեջ էներգիան կապում եք այդ նեգատիվ էներգիայի հետ։ Կամաց, եթե նման իրեր կա տան մեջ էներգիան դադարում է նորմալ ձևով աշխատել, կսկսվի հիվանդություններ, կսկսվի վաղաժամ մահեր, խառնաշփոթ վիճաբանություններ։ Ընդհանրապես նկատի ունեցեք։ Եթե ինձ միշտ հարցնում են, իսկ ազգի հնուց եկած թանկարժեք իրերը, զարդերը, որոնք մեկը մեկին փոխանցում են, դա ինչպես կարելի է պահել կամ ինչպես կարելի է չպահել։ Ընդհանրապես ազգից, երբ որ սերունդ մեկը մեկին փոխանցում են ինչ-որ առարկա կամ ինչ-որ իր, դրանք համարվում են ազգի համար պաշտպանող առարկաներ, թալիսմաններ, բայց մինչև այն ժամանակ, երբ որ այդ ազգի մեջը մարդիկ իրար հետ համերաշխ են, երբ որ այդ ազգի մեջ վեճեր չկա, ժառանգության կիսելու ժամանակ մեկը մեկին խաբելու, թողնելու առանց ժառանգության նման իրավիճակներ չկա, այդ դեպքում այդ իրը, այդ առարկան, անկախ նրանից թանկարժեք է, թե թանկարժեք չէ, այդ իրը, առարկան կարող է դառնալ տվյալ ազգի համար պաշտպանիչ թալիսման։ Իսկ երբ որ այդ ազգի մեջ կամաց սկսվում են վիճաբանություններ, եթե այդ ազգի մեջ արդեն զգում եք, որ կա գենետիկական հիվանդություններ, գենետիկորեն կախված, կա հոգեբանական հիվանդություններ, որոնք գնում են ժառանգական այդ ազգի մեջ, կամ այդ ազգի վրա կատարված կա անեծք, ուրեմն նման զարդարանքը, անկախ նրանից թանկարժեք է, անկախ նրանից ոչ թանկարժեք է, նման իրը չի կարող դառնալ տվյալ ազգի համար ցանկալի պահելու համար իր, որովհետև ինքը քանի գնա, ավելի կսասկացնի այդ վատ իրավիճակը, ավելի շատ կլինեն հիվանդություններ,
ավելի շատ կլինեն վաղաժամ մահեր, ավելի շատ այդ ազգը կենտարվի քայքայման, ինքնըստինքյան այդ իրերը կբերեն ազգի վերահսկմանը, ազգը ոչ թե կբարգավաճի, ընդհակառակը կվերանա, կկտրվի ազգի առաջ խաղացումը։ Ի նկատի ունեցեք, շատ ինձ հարցնում են, օրինակ, ինչպես են հնավաճառները, որոնք որ զբաղվում են հնաոճ իրերի հարկու վաճառքով, այդ էներգիան չի ազդում վրա, ընդհանրապես այն մասնագետները, ովքեր որ զբաղվում են հնաոճ իրերի հարկու վաճառքով, նրանք գործում են, աշխատում են համագործակցելով էքստրասենսների հետ, ովքեր որ կարողանում են տվյալ իրի բիոէներգետիկ դաշտը բերել հավասարակշռման վիճակի, որ այդ էներգիան քայքայիչ գործողություն չկատարի։ Դա հնուց եկած է եւ մինչեւ հիմա էլ գործում է եւ քանի մարդկությունը կա դա գործելու է։ Իսկ այն անձնավորությունները, որոնք որ չգիտեն, որ տվյալ առարկան, տվյալ իրը իր վրա պահում է նեգատիվ էներգիա, տվյալ հնավաճառը ինքը ոչ իր գործը երկար կտևի, համ էլ ինքը ինքնըստինքյան իր վրա վերցնելով նման նեգատիվ էներգիա հաջողություն չունենա ոչ գործի մեջ, պրոբլեմներ կունենա եւ առողջականի եւ անձնականի հետ կապված։ Ընդհանրապես պետք է ուշադրություն դարձնել։ Շատ դեպքերում հարցնում են, այս նվերը ինձ տվել էին տատիկը, պահեմ թե չպահեմ, իհարկե, եթե քո տատիկը շատ լավ անձնավորություն է, եթե դուք իրար հետ ունեցել եք լավ, բարի դրացիական հարաբերություններ, եթե տատիկը այդ նվերը քեզ տվել է ինքը կենտանի ոչ մի խնդիր չի ունեցել առողջ ժամանակ, իհարկե այդ նվերը տատիկի նվերն է եւ դա դառնալու է քեզ համար պաշտպանիչ, դառնալու է քեզ համար հիշադակ քո կողմից սիրված ազնվորության նվեր, հիշադակ, բայց եթե այդ իրը գտնվել է մարդու վզի վրա կամ ձեռքի վրա, երբ որ ինքը մահացել է, նման իրը չի համարվում նվեր, նման իրը իր վրա կրում է նեգատիվ էներգիա, նման իրը ոչ կարելի է նվիրել, ոչ կարելի է կրել, ընդհանրապես լավ է կամ մաքրելու գործողություն կատարել, մասնագետների միջոցով կամ իմանալ ինչպես մաքրել, որպեսզի նրա էներգիան զերոյացնեն, նոր օգտագործեն։ Ընդհանրապես հանգուցյալների, թե հանգուցյալը շատ իրեր ունի, տուն, ավտոմեքենա, ժառանգություն, դա չի նշանակում, որ այդ անձնավորության ամեն ինչը պետք է դենետել, չէ, հատկապես պետք է հանել տանից հանգուցյալի կոշիկները, ոչ կարելի է նվեր տալ, ոչ կարելի է հագնել, պետք է տանից հանել այն անգողինը, որի վրա որ նա մահացել է, չի կարելի պահել, դա համ վատ հիշողություններ է բերում, համ վատ էներգիա է բերում տան մեջ, չի կարելի պահել հանգուցյալի հատկապես գլխարկները, գլխաշորերը, հանգուցյալի նկարը, որ բերում են 40 օրը, որ անցնում է, պետք է այդ նկարը տան միջից իջեցնել, որպեսզի հայացքը տան մեջ չլինի։ Մեր ժողովրդի մեջ, երբ որ մտնում ես մարդկանց տուն, տեսնում ես, ոնց որ տունը տամբարան լինի։ Տատիկի նկարը, պապիկի նկարը, հոր եղբոր, մոր եղբոր նկարները, դրանք չի կարելի այդ ձևի մի տան մեջ կուտակված այդքան հանգուցյալ մարդու նկար լինի, որը տարել են գերեզման ու հետ են բերել ու տարիներով մնում է տան մեջ։ Ու հետո ասում են ինչն է պատճառը, որ մեր տան մեջ հիվանդություններ են, ինչն է պատճառը, որ մեր տան մեջ ոչ մի առաջխաղացում չկա, անձնականը կակնած է, ֆինանսականը կակնած է։ Հիմնականում
պատճառը շատ դեպքերում լինում է դա, որովհետև հանգուցյալի էներգիան, մահացածի էներգիան, այլ աշխարհի էներգիան երբեք չի համատեղվում կյանքի էներգիայի հետ, դրանք իրար դեմ պայքարում են։ Իսկ որտեղ որ էներգիայի պայքար, այնտեղ անընդհատ ավերվածություն եւ քայքայված կարգավիճակ։ Շատ դեպքերում նման կարգավիճակը նաև վերաբերվում է տներին։ Պետք է ուշադրություն դարձնեք, ինչ ձևի տուն առնեք։ Եթե տան մեջ մարդ են սպանել, այդ տունը վտանգավոր էներգիա ունի։ Եթե տան մեջ մարդիկնասպան է եղել, այդ տունը վտանգավոր էներգիա ունի։ Եթե տան մեջ տեղի ունեցե մահ, որը շատ ցավալի է, երիտասարդի մահ, շատ տանջանքների, ցավերի, վերքերի մեջ, այդ տան մեջ էներգիան մաքուր չէ։ Ի նկատի ունեցեք, եթե տեղ է ունենում արկ ու վաճառք, անպայման իմացեք, ինչ տուն եք առնում, ճշտեք բոլոր տվյալները, կամ երբ որ առնում եք եւ փորձում եք արդեն մտնել եւ այդ տան մեջ բնակվել, մաքրելու գործողություն կատարեք, բիոդաշտը թող գա, դառնա հավասարակշռված, որպեսզի կարողանաք մաքուր ապրեք այդ տան մեջ։ Իսկ երբ որ մաքուր չի լինում, ոնց որ թթվածին չլինի, ով էլ կուզե լինի այդ տան մեջ, ինքը խեղդամահ է լինում։ Մարդիկ շատ դեպքերում ինձ գործի բերումով ասում են տան մեջ չեն կարողանում մնալ, տան մեջ խեղդվում ենք, եւ երբ որ գնում ես, ստուգում ես, դիագնոստիկա է գալիս, եւ զգում ես, որ այդ տան մեջ բռնի մահ է տեղի ունեցել, այդ տան պատերը էներգետիկան կրում են, ոչ մեկը չի կարող այդ տան մեջ մինչև չմաքրե, մաքրելու գործողություն չկատարե, այդ տան մեջ մնա։ Ի նկատի ունեցեք, շատ դեպքերում մի շատ կարևոր խնդիր կա, չի կարելի տան մեջ պահել հանգուցյալի ժամացույցը։ Հատկապես գիտեք ինչ սովորություն ունեն, ժամացույցը երբ որ կանգնած է լինում, ընդհանրապես տան մեջ չի կարելի պահել կանգնած ժամացույցներ։ Ժամացույցները կամ պետք է վերանորոգեք, որպեսզի նրանք աշխատեն։ Իսկ եթե վերանորոգման ենթակա չեն այդ ժամացույցները, դա պետք է հանեք դուրս, ու ոչ թե հանեք ամբողջությամբ մասերի պետք է բաժանեք, որպեսզի նոր տանից դուրս հանեք։ Իսկ երբ որ հանգուցյալի ժամացույցն են պահում, շատ դեպքերում սովորություն կա, երբ որ մարդը մահացել է, ինքը մահացել է այդ ժամին կանգնեցնում են ժամացույցը ու էլ չեն աշխատեցնում, դա սխալ կարգավիճակ է։ Դուք ձեր ձեռով կանգնեցնում եք ձեր օջախի, ձեր ազգի, ձեր գերդաստանի, ձեր տոհմի առաջխաղացման ժամանակը։ Դա ամենասխալ գործողությունն է։ Ոչ մի ժամացույց տան մեջ չպետք է լինի անսարք, ոչ մի ժամացույցի սլակներ կանգնած չպետք է լինեն հենց իմինմավան ժամի հետ։ Եթե ժամացույցը անսարքի է կամ վերանորոգում են, եթե վերանորոգման չի ենթարկվում, դա տանից հեռացնում են։ Շատ կարևոր է, երբ որ մահացած մարդու փաստաթղթերն են պահում, դա պետք չի։ Դա նույնպես պետք է անպայման տանից հեռացնել, կամ այրում են, կամ հատուկ արկղների մեջ տեղավորում եւ դնում են աղբամանի մոտը, թող աղբի ավտոմեքենան զբաղվի աղբի հեռացնելով։ Չի կարելի նման իրերով լցնել տան էներգիան, այդ տան մեջ երբեք հաջողություն ու առաջընթաց չի լինի։ Հատկապես չի կարելի պահել հանգուցյալի անգողին,
որի վրա նա մահացել է։ Ոչ էլ որևէ մեկին պետք է նվեր տալ, ոչ էլ որևէ մեկին պետք է վաճառել։ Եթե վաճառում եք ու դրա դիմաց վերցնում եք փող, գումար, ձեր ֆինանսական կանալը բացվում է, փակվում է։ Դուք հանելու եք այդ անկողինը դնելու, դրեք աղբամանի կողքը, ում պետք է թողքա տանի, այդ ազնվորության վրա ոչ մի բան չի լինի, բայց եթե դուք նվեր եք տալիս, այդ հիվանդությունը նվեր եք տալիս ձեր հարազատին կամ թեկուզ անծանոթ ազնվորության, այդ նեգատիվ էներգիա, շատ ուշադիր եղեք, որովհետև մեծամասնության մեջ մարդկանց մոտ հարց կա, որ թուղթուգիրն է պատճառը, անեծքն է պատճառը, նեգատիվ էներգիան է պատճառը, ոչ, շատ դեպքերում մարդկանց տան մեջ նեգատիվ էներգիան հենց իմինը գալիս է իրանց կատարած սխալ գործողությունների պատճառով։ Մեկ էլ մի հատ շատ մեծ կարևոր խորհուրդ, որ չեմ ուզում, որպեսզի մոռանամ եւ բաց թողնեմ, հանգուցալի բալանիները կարող են լինել չհրկիզվող արկղի բանալիներ, կարող են լինել իրեն թարակի բալանիներ, բայց ի նկատի ունեցեք, երբ որ այդ պահոցը չի աշխատում, հրկիզող պահարանը չկա, այդ բալանիները ուղղակի կողբենք է, բալանին անպիտանի ընկած է, դա նույնպես պետք է տանից հեռացնել, ընդհանրապես ոչ մի անպիտան կողբենք, անպիտան բանալի երբեք չպետք է լինի տան մեջ, դա նույնպես փակում է այդ տան հաջողությունը, հատկապես եթե այդ բանալիները, կողբենքները դա եղել են հանգուցալի անձնական օգտագործմանը։ Այս բանը հուսով եմ, որ կարևոր ինֆորմացիա էր ձեզի համար, հաջողություն, ստեսություն։